ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ։ Ինչու է Փաշինյանը կաթվածահար անվանում այն կառույցը, որի գլխավոր մոդերատորը Ռուսաստանն է։ Քաղաքագետները չեն բացառում, որ ԵԱՏՄ-ն փնովելու հրահանգը Փաշինյանը ստացել է արևմուտքից։ Սուբյեկտներ Հայաստանը հանձնառություն է ստացել պարալիզացնելու Ռուսաստանի առաջնորդած կազմակերպությունները, պնդում է քաղաքագետը։ Իդեպ Ռուսաստանից այդ թեմայով մի քանի անգամ հայտարարություն հնչեցվել է, որ ինտեգրացիոն միավորների խափանման, նրանց աշխատանքի բնականon բնույթի եւ ընթացքի համար խնդիրներ ստեղծելու մասով հայկական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում հետեւողականորեն եւ հորդորող կողմը ամենայն հավանականությամբ Եվրամիությունն է։ Ռուսական Իզվեստիայի հետ զրույցում սկանդալային խոստովանություն է արել Եվրախորհրդարանի падգամավոր Ֆերնանդ Կարթայզերը, որը եղել է Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ։ Եվրամիությունը ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմը ցնի Ռուսաստանի հետ եւ միանա հակառուսական պատժամիջոցներին։ Իզվեստիային ասել է եվրոպացի падգամավորը։ Հայաստանի ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Հայաստանի վաղեմի հարաբերություններին Ռուսաստանի հետ, այդ թվում անվտանգության ոլորտում, մոտեցնելով իր դիրքորոշումները ԵՄ քաղաքականությանը։ Եվրապադգամավորը նաև խոստովանել է ճգնաժամի դեպքում Եվրամիությունն իրականում ի վիճակի չէ որևէ էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Հայ փորձագետները նկատում են, հին աշխարհամասի շուկան անհասանելի է հայկական ապրանքների համար եւ դա հասկանում են նաեւ Հայաստանի կառավարական շենքերում նստածները։ Հեքիաթը դա փոքրիկ միֆեր են, որոնք հանրային մեդիաներով այսպես հանրայնացվում են, ներկայացվում են հասարակությանը, բայց գյուղացին ապրանքը կամ բիզնեսը ապրանքը չի կարողանում հասցնի շուկաներին։ Գումարը այդ շուկաները պատրաստ չեն այդ ապրանքը ընդունելու, ավելին ասեմ, չեն սպասում այդ ապրանքին։ Փաշինյանին սպասում են, իր իսկ խոսքով կաթվածահար ԵԱՏՄ-ում դեռ պարզ չէ, բայց ՔՊ ղեկավարը պատրաստվում է օգոստոսի 6-ից 7-ը մասնակցել Բիշքեկում ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին ու ասել, դե ֆակտո կաթվածահար վիճակում է ԵԱՏՄ-ն։ Մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու են։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Դա դժբիտ է առաջացնում, որովհետև Հայաստանի տնտեսության չափը ԵԱՏՄ ընդհանուր շուկայով տնտեսության մեջ շատ փոքր է։ Շուկան նաև գեոպոլիտիկա է, ասում է Ալեն Ղևոնդյանը, ու աշխարհաքաղաքական այս խաղում առևտրային պատժամիջոցներով Մոսկվան ուզում է պարզել։ Ի վերջո, ում կողմից է Երևանը, Ռուսաստան-Արևմուտք թեժ առճակատման պահին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները սրվելու են։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ինվենտարիզացիա է անում նաև հասկանալու համար այդ սրման ժամանակ ով իր հետ է, ով իր հետ չի։ Եվ քանի որ ըստ քաղաքագետի հունիսի 7-ից հետո Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ են դնում Ռուսաստանում, Պուտինը Փաշինյանին առաջարկում է հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանի ժողովրդին հանրաքվեի միջոցով հարցնել՝ ԵԱՏՄ թե Եվրամիություն է ուզում։ Եթե ասում են եկեք հանրաքվե անենք, այստեղ մեծ ուրիշ հարց առաջանում։ Նշանակում է, որ իրեմս գործող վարչապետի չեն տեսնում այն քաղաքական որոշում ընդունող լեգիտիմ միավորը, որի հետ իրենք հետագայում կարող են աշխատել։ Դա շատ տրամաբանական է, այստեղ դավադրություն, դավաճանություն, էմոցիոնալ բովանդակությամբ ընդհանրապես թեզեր չկան։ Իդեպ ռուսական Իզվեստիայի զրուցակից եվրապադգամավոր Կարթայզերը կարծում է, որ Բրյուսելն օգտագործում է Հայաստանին սեփական հակառուսական շահերը առաջ տանելու համար, բայց հնարավորություն չունի պաշտպանել Երևանին հնարավոր ծանր հետևանքներից։ Կարնե Մանգասարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։